Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք մեր աշխատանքը Պոլիտիկայեմի եթերում, այսօր աշխատանքային օր է, ինչպես ամեն աշխատանքային օր, այսօր եւս ձեզ ենք ներկայացնելու օրվա մամուլի կարևորագույն հրապարակումները, մինչ մամուլի հրապարակումներին անցնելը, հիշեցնեմ, որ կարող եք Patreon համակարգով աջակցել մեր աշխատանքին, Patreon-ի հղումը կգտնեք տեսանյութի ներքևում կամ կարող եք սկանավորել էկրանից QR կոդը։ Եվ այսպես հրապարակ օրաթերթը գրում է. Ընտրություններին ընդառաջ Նիկոլ Փաշինյանը մտադիր է ոչ միայն քաղաքական հակառակորդների վախը բռնել քրեական հետապնդումներով, այլև սեփական թիմակիցներինը։ Իշխանական աղբյուրների փոխանցմամբ իրավապահները նյութեր են նախապատրաստում ԿՊԱ-ական падգամավոր Հայկ Սարգսյանի դեմ, որին ԿՊ վարչությունը չընդգրկեց նախընտրական ցուցակի թեկնածուների մեջ։ Այդ որոշումը շիշ բռնողը բողոքարկեց, բայց կրկին մերժվեց, որից հետո Սարգսյանը սպառնալից ակնարկներ արեց, թե անուններ կտա, ով եւ ինչու է պայքարել իր դեմ։ Երեկ Փաշինյանը անդրադառնալով նրան հայտարարեց. «Ես չեմ կարծում, որ այդ քննարկումների բովանդակությունը հանրային դարձնելուն ուղղված գործողությունները բխում են պարոն Սարգսյանի շահերից։ Այդ պատմությունը ընդամենը մեկ բանի մասին է, որ ԿՊ-ն իր անդամների ոչ կանոնավոր կոռուպցիոն տեսանկյունից խնդրահարույց գործողությունները չի հանդուրժելու», ասել է Փաշինյանը։ Որքան էլ չեն հանրայնացնում, բայց սրանից պարզ հնարավոր չէր ասել եւ հեռու չէ այն օրը, երբ նա կհայտնվի մեղադրյալի աթոռին։ Այդ ժամանակ Փաշինյանը կհիմնավորի իր զինակցին զոհաբերելու անհրաժեշտությունը, փորձելով տպավորություն ստեղծել, թե չի հանդուրժում կոռուպցիոն երևույթները։ Իդեպ գրել ենք, որ Հովիկ Աղազարյանին մեղսագրվող կաշառքի գործով շոշափվում է նաև Հայկ Սարգսյանի անունը։ Գործով վկանները հեռախոսային զրույցի ընթացքում նրա մասին խոսել են, որ նախկինում ոչխարների արտահանման գործն ամբողջությամբ Հայկի ձեռքին է։ Հիշում եք, տարիներ առաջ Նիկոլ Փաշինյանը կոչ էր անում, թե ոչխար պահեք, ոչխարի բիզնեսով զբաղվեք, ԿՊԱ-ներից երկուսը հետևել են ոչխար պահելու Նիկոլ Փաշինյանի հորդորներին եւ փորձանք են հանդիպել։ Ընդհանրապես խորհուրդ բոլորին չլսել Նիկոլ Փաշինյանի խորհուրդները կամ լսել, բայց անել հակառակը։ Իսկ եթե գանք իրականության դաշտ, ավելի լուրջ մոտենանք այս հարցին, հասկանալի է Հայկ Սարգսյանի հարցը ինչու են լուծում, որովհետև նա Նիկոլ Փաշինյանի համար արդեն լրջագույն հենարան դարձած օնլայն կազինոների դեմ օրենսդրական նախաձեռնություն էր բերել։ Այդ օնլայն կազինոների տարեկան շրջանառությունը հասնում է 14 միլիարդ դոլարի։ Այո, դա գործնական 14 միլիարդ դոլարի մասին չէ, որովհետև մի գումարը կարող է մի քանի անգամ պտտվել այդ համակարգով, բայց առնվազն մի քանի միլիարդ դոլարի մասին է։ Իսկ Փաշինյանը չի պատրաստվում ինչ որ թիմակցի համար, թեկուզ եւ այնպիսի թիմակցի, որ 14 տարեկանից Նիկոլ Փաշինյանի հետևից ման է եկել եղբոր հետ, զոհաբերել իր հարաբերությունները միլիարդատիրոջ հետ, որը կարող է ընտրական գործընթացում լրջագույն աջակցություն ցուցաբերել Նիկոլ Փաշինյանին։ Կան տեղեկություններ, որ Հայկ Սարգսյանին պատժում են հենց օնլայն կազինոների դեմ այդ նախաձեռնության համար, իհարկե փաթեթավորումը տարբեր է հրապարակային, բայց բնական է, որ պատճառը այլ տեղ է թաքնված, այստեղ նաև Փաշինյանի ակնարկը, ըստ էության խոսում է դիկտատորական հակումներ ունեցող մարդու մասին եւ ասում է, որ ես չեմ կարծում, որ այդ քննարկումների բովանդակությունը հանրային դարձնելուն ուղղված գործողությունները բխում են Սարգսյանի շահերից։ Եթե Հայկ Սարգսյանը ապօրինություն է արել, բա դուք ասում եք ժողովրդավար, թափանցիկ քաղաքական միավոր եք, բա թափանցիկ դարձրեք, հանրային դարձրեք, տեսնենք այդ ինչ է։ Թող Հայկ Սարգսյանն էլ խոսի, տեսնենք ձեր մասին ինքը ինչ գիտի։ Կարծում եմ այս իմաստով Հայկ Սարգսյանը բավական վտանգավոր թիրախ է Նիկոլ Փաշինյանի համար։ Փաշինյանը ըստ էության ունի մեկ ճանապարհ՝ շատ արագ նրան տանել կալանքի եւ այնպիսի սանկցիաներ գործադրի, որպեսզի նա հնարավորություն չունենա մամուլին պատմելու այնինչ գիտի, սա միակ ճանապարհն է, որ կարող է չեզոքացնել Փաշինյանին սպասվող վտանգները։ Հրապարակ թերթը գրում է. այսօր Նիկոլ Փաշինյանի նվագակցությամբ կազմակերպված դիսկոտեկն է կայանալու։ Այն մեր տեղեկություններով տեղի կունենա Պալադիում հոլ համալիրում։
Նախորդին Փաշինյանը թիմակիցներին, մասնավորապես Վահագն Ալեքսանյանի հետ այցելել է Ջրվեժում գտնվող այդ ռեստորանը զննել տարածքը, որտեղ հատուկ բեմահարթակ են կառուցել նորահայտ երաժշտի համար, որ պետական գործերը թողած թմբուկ է զարկում։ Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանը ամիսներ շարունակ հարվածային գործիքներով նվագել է սովորել, ապա իր բենդն է ստեղծել Վարչա բենդ անունով։ Եվ քաղաքացիներին հունվարի 30-ին հրավիրել է դիսկոտեկի, առաջարկելով նախապես գրանցվել։ Իհարկե, մասնակիցները հիմնականում յուրայիններն են, որոնց 7 պորտն ուսումնասիրել են, նոր գրանցել միջոցառման մասնակցելու թույլտվություն տալով։ Իդեպ այս ռեստորանում էր ԱԺ նախագահը հունվարի 5-ին նշել իր 45-ամյակը։ Հավանաբար իշխանական վերնախավի դուրը շատ է եկել այս ռեստորանի մթնոլորտը, կամ ռեստորանի տերերը հատուկ ջանք են դրել, որ հայտնվեն իշխանական էլիտայի սիրելի վայրերի ցանկում։ Ես ձեզ վստահեցնում եմ, եթե կադրերը հրապարակվեն, դուք կտեսնեք, որ Նիկոլ Փաշինյանի նվագելու տակ պարում են հիմնականում այդ թափառական հավատացյալների խումբը, այդ հավատացյալները չագերտավոր կրակն են ընկել։ Նիկոլ Փաշինյանը եթե գլուխը պատին էլ տա, այս մարդիկ կգնան դականան։ Նիկոլ Փաշինյանը հանկարծ հավատացյալ է դառնում, իրենք էլ են դառնում հավատացյալ։ Նիկոլ Փաշինյանը նվագում է, իրենք արդեն պատրաստ են պարելու։ Սա մարդկային խայտարակ տեսակի մասին է խոսում, այդ ներկաների մեծամասնության մասին եթե խոսենք, եւ սա ցույց է տալիս, որ ինչքան կարող է դեգրադանալ մարդը, երբ հայտնվում է իշխանության ստրուկի կարգավիճակում, անձնատուր է լինում իշխանության, ուղղակի ամոթալի իրավիճակ է, բայց դե թող պարեն, մինչև տեսնենք Նիկոլ Փաշինյանի հետ բանտ գնալու են թե ոչ։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը եւ նրա կինը 2024 թվականի հուլիսին Աբովյան համայնքի Առինջ Բ թաղամասում գտնվող առանձնատունն են ձեռք բերել 54 միլիոն դրամով։ Հետքը բացահայտել էր, որ առանձնատան շուկայական արժեքը մոտ 75.6 միլիոն դրամ է, շուրջ 21.6 միլիոն դրամով ավելի բարձր, քան Կոնջորյանի գնման գինը, մոտ 54 միլիոն դրամ։ Ընդ որում գործարքի գումարը թույլ է տալիս օգտվել եկամտահարկից։ Օրաթերթը տեղեկացրել էր, որ դեռ 2025 թվականի վերջին հակակոռուպցիոն կոմիտեում սկսվել է մանրամասն ստուգում հասկանալու համար արդյոք այդ առանձնատան գնի պայմանագրային արժեքը նախատեսված է եղել հարկային արտոնությունից օգտվելու նպատակով, թե այն համարվում է շուկայական գործարք առանց կոռուպցիոն ռիսկերի։ Եվ օրաթերթը իր իրավապահ աղբյուրներից պարզեց, որ ստուգումների շրջանակում իրավապահները պահանջել են համապատասխան փաստաթղթեր եւ պայմանագրային հիմնավորումներ շինարարական այն ընկերությունից, որոնցից Կոնջորյանը գնել է բնակարանը։ Այսպիսով, այս պահին Կոնջորյանի առանձնատան վաճառքի գործարքը գտնվում է ստուգման փուլում առանց պաշտոնական եւ հրապարակային հայտարարության։ Նկատենք, որ քաղաքացիական պայմանագրի անդամները շատ անդամներ, որոնք ինչպես իրենց շատ ճանաչողներ են ասում, պարտքով գարեջուր էին խմում տարբեր փաբերում, հիմա բոլորը չգիտես որտեղից հարստացել են, բոլորը պարզվում է արդեն սուպեր մասնագետներ են, որոնց համար այս մասնավոր ոլորտում ուղղակի գլուխ են կոտրում, եւ պետությունն էլ ստիպված է նրանց 6-7 միլիոն դրամ պարգևավճար տալ, որ պահեն պետական համակարգում։ Հանկարծ այս մարդիկ միանգամից բոլորը առանձնատներ, սեփականություն սկսեցին ունենալ։ Այս մարդկանցից միակ իրական հարուստը Նիկոլ Փաշինյանն էր, բայց նա էլ գաղտնի էր պահում իր հարստությունը, եթե հիշում եք։ Տարեկան Միքայել Մինասյանից մոտավոր հաշվարկներով $600,000 ստացող Նիկոլ Փաշինյանը ըստ իր ծանոթների 2018-ին դրա մասին գրվեց, այդ իր նախկին բնակարանի մոտ գտնվող խանութում կրպակում 13,000 դրամ պարտք ուներ։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Օրաթերթի բացառիկ աղբյուրների փոխանցմամբ վարչապետի պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական պայմանագիր կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հրահանգով իշխող կուսակցության տարածքային կառույցներին տրվել է հանձնարարական մարտի 1-ից լինել լիարժեք ձևավորված եւ պատրաստ։
Մեր աղբյուրների հավաստմամբ աշխատանքներն արդեն իսկ ընթանում են հանրապետության ողջ տարածքում։ Տարածքային կառույցներում նկատվում է անսովոր ակտիվություն, արագացված ռեժիմով ընթանում են շտաբերի ձևավորման, վարձակալության, կադրերի ներգրավման եւ կազմակերպչական աշխատանքներ։ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանը ըստ ժողովուրդ օրաթերթին ասած տեղեկությունների վերջին օրերին գրեթե ամբողջությամբ կենտրոնացել է շտաբային աշխատանքների վրա։ Կարծես թե երկրորդ պլան մղելով իր անմիջական պաշտոնական պարտականությունները։ Մեր աղբյուրները նշում են, որ նա անձամբ է զբաղվում շտաբների կառուցման գործընթացի համակարգմամբ։ Նույն աղբյուրների փոխանցմամբ շտաբային ակտիվացման ուղիղ հրահանգը Փաշինյանից ուղղահայացով փոխանցվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար ԿՊ շտաբի ղեկավար Արայիկ Հարությունյանին, ով էլ բաշխել է հանձնարարականը տարածքային կառավարման պատասխանատու Խուդատյանին։ Բնական երևույթ է, բոլոր իշխանությունների օրոքի այսպես եղել, սրանք էլ չեն տարբերվում, տարբերվում են վատ իմաստով, իրենց առած հանցավորություններով, ապօրինություններով, բայց եթե հիշում եք, օրերս մենք նաև մի հրապարակում էինք ունեցել, որով բացահայտում ենք, որ մարզային համայնքներում բան են անում, ընտրակաշարքի տեսք ունեցող, առերևույթ ընտրակաշարք ընկալվող գործողություններ են անում, ասենք անվճար երթուղիներ են մտցնում ուսանողների համար, մանկապարտեզներն են դարձնում անվճար, որը վստահ եմ հունիսի 8-ից հետո էլի լինելու է վճարովի, եթե ժողովուրդը խաբվի սրանց մանիպուլյացիաներին, բայց ես կարծում եմ ժողովուրդը բավական հասունացել է այս ընթացքում, հասկանում է իշխանության կործանարար լինելը եւ Փաշինյանն էլ է հասկանում, դրա համար էին իրենք Եվրոպաներում, ԵԽԽՎ-ում, տարբեր հարթակներում դժգոհում, թե ժողովրդավարությունը Հայաստանում պարտվելու է, հասեք օգնեք մեզ։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Պետք պաշտոնական կայքում հրապարակվել է 2025 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի եւ վճարների վերաբերյալ տեղեկությունը, որտեղից օրաթերթը տեղեկանում է, որ առաջին եռամսյակում երգչուհի Սիրուշոն պետությանը վճարել է 83.1 միլիոն դրամ հարկ, երկրորդ եռամսյակում 227 միլիոն 157 հազար դրամ, երրորդ եռամսյակում 313 միլիոն 436 հազար դրամ, իսկ հա չորրորդ եռամսյակում 371 միլիոն 710 հազար դրամ։ Հիշեցնենք, որ ընկերությունը զբաղվում է Սիրուշոյի երաժշտական նախագծերի, տեսաոլովակների եւ համերգների կազմակերպամբ, ինչպես նաեւ մշակութային արտադրանքների ստեղծմամբ։ Սիրուշոն նաեւ հիմնել է Պրե-Գոմեշ անվամբ արծաթե ձեռագործ զարդերի բրենդը, որ ներկայացնում է հայկական մշակույթը ժամանակակից ձևով։ Երգչուհի Սիրուշոն հայտնել էր, որ իրեն պատկանող Սիրուշո Production-ը հայկական երաժշտական եւ մշակութային արտադրական ընկերություն եւս մտել է Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում։ Մինչ անցնենք պոլիտիկայի հրապարակմանը, առաջարկում եմ գովազդային դադար եւ վերադառնանք։ Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի չքնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with M 095 89 20 48 Շնորհակալ եմ, որ շարունակում եք հետևել մեր եթերին, առաջարկում եմ բաժանորդագրվել մեր ալիքին։ Երեք վստահ եմ շատերը հետևել եք երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսին, այնտեղ տարբեր մտքեր հնչեցին, գնահատականներ հնչեցին, մի կարևոր կետ կա, որի վերաբերյալ հոդված ունենք եւ ես հիմա կընթերցեմ այդ հոդվածը, հետո միասին կքննարկենք։ Մինչ քաղաքական դաշտում շատ առաջնորդներ երազում են այն պահի մասին, երբ իրենց հերթը կհասնի սուպերվարչապետության կոստյումը հագնելու եւ այս անգամ հենց իրենք կլինեն երկրում ամեն բան որոշողը, ընդդիմադիր ամենամեծ ուժի առաջնորդը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը առաջարկում է փոխել խաղի կանոնները։ Նա առաջ է քաշում օրենսդրական այնպիսի դաշտի ձևավորման գաղափարը, որի պայմաններում գործադիրի, մասնավորապես վարչապետի ձեռքում չի կուտակվի այն ծավալի լիազորություն, ինչ այսօր կենտրոնացած է Նիկոլ Փաշինյանի մոտ։ Քոչարյանի այս մոտեցումը էականորեն տարբերվում է ներկայիս քաղաքական հռետորաբանության գերակշիռ մասից, որտեղ իշխանության խնդիրը դիտարկվում է ոչ թե որպես համակարգային վտանգ, այլ որպես անձերի փոփոխության հարց։ Իրականում առաջարկվող
Փոփոխությունները վերաբերում են ոչ թե կոնկրետ մեկ իշխանության, այլ պետության կառավարման մոդելին, այն դարձնելով առավել դիմակայուն անձնավորված իշխանության գայթակղությանը։ Երկրորդ նախագահը համոզված է, որ երկիրը պետք է վերադառնա կիսանախագահական կառավարման մոդելին, կամ առնվազն նախագահը պետք է ընտրվի ժողովրդի ուղիղ քվեարկությամբ եւ ունենա էապես ավելի լայն լիազորություններ։ Կարելի է անցնել կիսանախագահական մոդելի, բայց սա գուցե կտրուկ քայլ է եւ քաղաքական դաշտում շատերը կարող են չընդունել։ Կարող է լինել խորհրդարանական երկիր, բայց նախագահն ընտրվի ժողովրդի կողմից, ոչ թե խորհրդարանի, նշել է Քոչարյանը։ Այս առաջարկի հիմքում ընկած է մեկ առանցքային տրամաբանություն։ Գործադիր իշխանության մենաշնորհը քաղաքական ճգնաժամերի հիմնական աղբյուրներից է դարձել Հայաստանում։ Վարչապետի շուրջ կենտրոնացած գրեթե անսահմանափակ լիազորությունները ոչ միայն թուլացնում են վերահսկողության մեխանիզմները, այլ նաև վերացնում են քաղաքական պատասխանատվության իրական բաշխումը, ստեղծելով ամեն ինչ որոշող մեկ կենտրոն։ Քոչարյանի համոզմամբ ամենազգայուն եւ խոցելի ոլորտը դատական իշխանությունն է, որը չի կարող լցված լինել մեկ քաղաքական ուժի կողմից նշանակված դատավորներով։ Նրա խոսքով դատավորները չպետք է կատարեն օրվա իշխանության կամքը, այլ պետք է իրական արդարադատություն իրականացնեն։ Այստեղ եւս Քոչարյանի կարծիքով նախագահը պետք է ունենա դեր եւ կարողանա մասնակցել դատավորների նշանակման գործընթացին։ Երկրորդ տարբերակը կարող է լինել քվեարկության մեխանիզմի փոփոխությունը։ Օրինակ, ես կառաջարկեի, որ ԲԴԽ անդամները ընտրվեն ոչ թե խորհրդարանի պարզ մեծամասնությամբ, այլ այնպես, որ կողմ քվեարկեն բոլոր խմբակցությունների առնվազն կեսից ավելին։ Նույն մոտեցումը կարելի է կիրառել Վճռաբեկ դատարանի եւ Սահմանադրական դատարանի դատավորների ընտրության ժամանակ, եթե մենք գանք իշխանության, առաջին քայլերից մեկը սա է լինելու։ Մեկ մարդը չի կարող անել այն, ինչ ուզում է։ Այս սահմանադրությունը բռնապետություն կերտելու սահմանադրություն է, հավելել է նա։ Սա դատական իշխանության ապաքաղաքականացման փորձ է, որը հակադրվում է վերջին տարիներին ձևավորված պրակտիկային, երբ դատավորները դիտարկվում են ոչ թե որպես անկախ ինստիտուտ, այլ որպես քաղաքական գործընթացների սպասարկող գործիք։ Քոչարյանի առաջարկած մոդելը ստիպելու է քաղաքական ուժերին գնալ կոնսենսուսի, իսկ դա ավտոմատ կերպով նվազեցնում է համակարգի մանիպուլացվող լինելը։ Հենց այս տրամաբանությունն է, որ համընկնում է միջազգային փորձի հետ։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ ուժեղ գործադիրի սահմանափակումը եւ իշխանությունների հավասարակշռումը ոչ թե թուլացնում, այլ ամրացնում է պետությունները։ Օրինակ Ֆրանսիան, որն ունի կիսանախագահական կառավարման մոդել, կառուցված է հենց հակակշիռների տրամաբանության վրա։ Այստեղ նախագահն ընտրվում է ժողովրդի ուղիղ քվեարկությամբ, ուստի արտաքին քաղաքականության եւ անվտանգության լուրջ լծակներ ունի, իսկ կառավարությունը պատասխանատու է խորհրդարանի առաջ։ Արդյունքում նույնիսկ ուժեղ նախագահների պայմաններում համակարգը զերծ է մնում մեկ կենտրոնում իշխանության ամբողջական կուտակումից։ Լիտվայում եւ Լեհաստանում, որոնք նույնպես ունեն նախագահական ինստիտուտի ուղիղ ընտրություն, նախագահը հանդես է գալիս որպես սահմանադրական հավասարակշռող դերակատար, հատկապես դատական համակարգի ձևավորման հարցում նախագահն ունի նշանակալի լիազորություններ, ինչը թույլ է տալիս խուսափել դատարանների ամբողջական կուսակցականացումից։ Այդ երկրներում դատավորների նշանակումը հաճախ պահանջում է բազմակողմ քաղաքական համաձայնություն, ինչը նվազեցնում է իշխանության կողմից դատարանների վերահսկման վտանգը։ Ի հակադրություն այն երկրներում, որտեղ խորհրդարանական համակարգը համակցվում է թույլ նախագահական ինստիտուտի եւ խորհրդարանում մեկ ուժի գերիշխանության հետ ձևավորվում է այսպես կոչված ընտրված ավտորիտարիզմ, այս մոդելում իշխանությունը ձևականորեն լեգիտիմ է, սակայն գործնականում կենտրոնացված է մեկ անձի կամ մեկ խմբի ձեռքում։ Հայաստանի ներկայիս կառավարման համակարգը հենց այդ տրամաբանությամբ է գործում։ Այս համատեքստում Քոչարյանի առաջարկները չեն կարող դիտարկվել որպես ներքաղաքական մարտավարություն կամ անցյալի վերադարձի փորձ։ Դրանք ավելի շուտ համընկնում են այն պետական կառավարման մոդելների հետ, որոնք փորձարկված են եվրոպական մի շարք երկրներում եւ ցույց են տալիս իրենց արդյունավետությունը հատկապես ճգնաժամային իրավիճակներում։ Սա իսկապես կարևոր քննարկում է, որ հանրային օրակարգ է բերում Քոչարյանը։ Նա առաջարկում է ոչ միայն սահմանափակել գործադիր իշխանության լիազորությունները, այլև էապես ուժեղացնել ընդդիմության ինստիտուցիոնալ դերը, դարձնելով այն ոչ թե ձևական, այլ իրական հակակշիռ իշխանությանը։ Ի վերջո, հարցը շատ ավելի լայն է, քան կոնկրետ իշխանության կամ ընդդիմության։
Խոսքը պետության ապագայի մոդելի մասին է։ Արդյոք Հայաստանը կշարունակի մնալ մեկ անձի կամքից կախված կառավարման համակարգ, թե կանցնի այնպիսի կառուցվածքի, որտեղ իշխանությունը վերահասկելի է եւ սահմանափակված։ Սա առանց չափազանցության կարող է դառնալ հիմնարար առաջարկ, որի վերաբերյալ քաղաքական դաշտի բոլոր դերակատարները պետք է հստակ դիրքորոշում ունենան։ Արդյոք նրանք պատրաստ են զսպել իրենց ախորժակը, թե պարզապես երազում են դառնալ Նիկոլ Փաշինյանի հերթական կրկնօրինակը Հայաստան պետության գլխին։ Տեսեք, մենք այս նոր սահմանադրության պայմաններում ունեցանք բարդագույն իրավիճակ, փաստորեն խորհրդարանական պետությունը վերածվեց սուպերվարչապետության համակարգ ունեցող պետության, եւ մենք տեսնում ենք, որ կա սուպեր լիազորություններ եւ չկա պատասխանատվություն, եւ 44 օրյա պատերազմը, դրա ավարտը, դրանից հետո տեղի ունեցող գործընթացները դրա ամենավառ եւ բացասական ցուցիչներն են։ Այս իմաստով շատ կարեւոր է ընդդիմության դերի բարձրացումը, սա մի կողմից ուժեղացնում է ընդդիմությանը, մյուս կողմից զսպում է իշխանություններին, որովհետև պատկերացրեք դատավորներ, որոնք պարտավոր են ոչ թե կոնկրետ իշխանական խմբակցության կամ վարչապետի կամ նախագահի միայն, այլ իրենց ընտրությամբ պարտավոր են կամ պիտի համոզեն, որպեսզի իրենց ընտրեն խորհրդարանի կեսին բոլոր խմբակցությունների տեսքով։ Սա փոխում է խաղի կանոնը, որովհետև այդ դատավորը որևէ մեկին պարտավոր չի լինելու, այսինքն որոշումներ կայացնելու համար ինքը չի կարողանալու զանգ ստանալ, ազատվելու է այդ զանգ ստանալու բեռից։ Այնտեղ Քոչարյանը նաև այլ առաջարկ արեց, որ հակակոռուպցիոն կոմիտեն էլ պիտի նույն սկզբունքով ձևավորվի, որովհետև տրամաբանական չէ, եւ այս սխալը նախկինում էլ է եղել, տրամաբանական չէ, որ կոռուպցիոն վերահսկողություն է իրականացնում մի մարմին, որը ընտրվում է այդ իշխանության կողմից։ Այսինքն ինքը հենց այդ իշխանությանն էլ պիտի վերահսկի։ Եվ պատահական չէ, որ մենք այսօր տեսնում ենք այդ հակակոռուպցիոն մարմինը գործընթացներ է սկսում իշխանության պարագայում այն ներկայացուցիչների դեմ, որոնք Նիկոլ Փաշինյանի գծին դեմ են դուրս գալի կամ Նիկոլ Փաշինյանի քմահաճույքներին չեն տրվում։ Սա խոսում է համակարգի դեգրադացված, դեֆորմացված լինելու մասին, այսինքն սա իրավակարգ չի, իրավունքի գերակայություն չի, այլ մի անձի կամքին սպասարկող, կամքը սպասարկող կառույցներ են պետական ինստիտուտները դարձել։ Եվ շատ կարևոր է, որ ընդդիմադիր ուժերը սրա մասին խոսեն, որովհետև հիմա ցանկացած ընդդիմադիր ուժ, բացի նրանից, որ ժողովրդին խոստումներ է տալիս, որ, չգիտեմ, տնտեսությունը կզարգացնի, աշխատատեղեր կբացի, անվտանգային միջավայրը կբարելավի, ինքը պիտի նաև ասի, որ փոխելու է խաղի կանոնները, այսինքն չի գալու եւ փորձեց սուպեր լիազորությունները իր վրա կարել։ Չի գալու եւ փորձելու արդեն ինքը ոչնչացնի ընդդիմությանը։ Չի գալու եւ ինքը չի փորձելու անել այն, ինչ անում է Նիկոլ Փաշինյանն այսօր։ Ի վերջո այսօրվա սահմանադրությամբ ընտրական օրենսգրքով այնպիսի աբսուրդային կարգավորումներ են տրված, որ բաները քաղաքական ուժերը, հատկապես իշխանությունը բոնուսներ է ստանում, որ կայուն մեծամասնություն ձևավորվի, այսինքն իրենք իշխանությունը այսօր սուպեր լիազորությունների է տիրապետում, անգամ չստացած ձայներով։ Ուղղակի օրենքով իրենց բոնուսներ են ասել, այսինքն ստացած օթից ընկած տոկոսներով, օթից ընկած մանդատներով մարդիկ անում են այն, ինչ ուզում են, ինչը անթույլատրելի է, ինչը աննորմալ է, նորմալ ճանապարհ անցնելու նպատակ ունեցող պետության եւ հասարակության համար։ Այսօր այսքանն էինք առանձնացրել օրվա մամուլի հրապարակումներից, կհանդիպենք վաղը։